Տիկին Ղազարյան, պարզատեսել եք արդեն, որ ծաղիկներով եմ, նենց չի որ հենց նոր հայտնվեցին, բայց ուզում եմ կադրում տամ, շնորհավոր մի ամսյակի ուղիղ կեսը անցել է, չէ՞, ասենց հավասար։ Ոնց է անցնում, ինչ որ հետևողականություն նկատում եք շենքում տղամարդկանց կողմից, որ կանանց մի ամսյակա ինչ որ մի բան, ինչ որ մի ձև պետք է դրսևորվի։ Մենք մեր կողմից սպառում ենք, օրինակ։ Մեկ ամսյակին մենք իհարկե ԱԺ նախագահից նվեր ծաղիկներ ստացանք, ինչ ավանդույթ է արդեն դարձել է շատ հաճելի է։ Դրան հետևեց հաջորդ օրը մեզ մուտքի մոտ ծաղիկներով կրկին դիմավորեցին, բայց ինձ համար շատ կարևոր է այս մի ամսյակը իր բովանդակային իմաստով չխեղաթյուրել, սա կանանց իրավունքների մասին է մեծ հաշվով, եւ իմ թիրախը այս մեկ ամսյակի ընթացքում մնում է կանանց իրավունքների մասին հնարավորին շատ խոսել, իրազեկելը։ Այս առումով ես կարծում եմ, որ խորհրդարանում կա մաքսիմալ լավ միջավայր, որտեղ կանայք ակտիվ են, ակնհայտորեն։ Մենք նույնիսկ հետաքրքիր է, որ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտայի չափը հաղթահարել եւ անցել ենք։ Խորհրդարանում կանայք առաջին անգամ ավելի շատ են, քան սահմանում է քվոտան։ Այսինքն մենք հաղթահարել ենք այդ շեմը եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ այս մեկ ամսյակի խորհրդանիշ կարող է նաեւ լինել։ Կանայք բավականին ակտիվ են, գործողվում են, ելույթներ են ունենում, հանձնաժողովի նախագահներ ունենք, գիտեք, կին եւ ես կարծում եմ, որ սա թերևս տարիներ տևած աշխատանքի արդյունք է։ Հրաշալի, ես առաջի անգամ եմ աշխատասենյակում, որտեղ կա պատշգամբ։ Ոնց է եղել այդ։ Իրականում այս սենյակը դեռևս նախորդ ուրեմն գումարումից է ինձ հասել, այն անդրությամբ է տեղի ունեցել եւ շատ կարեւոր է, որ եկեք բացենք հեռուստադիտողն է տեսնի եւ այո եւ ես այս 5 մասնաշենքն է, հա կարող քաղաքացիներ լավ չպատկերացնեն, մենք ունենք 2 մասնաշենք խորհրդարանում, հին եւ նոր, եւ սա հին մասնաշենքն է, որի պատուհանները մեծ հաշվով նայում են դեպի Դեմիրճան փողոց, եթե այն կողմ գնանք դեպի Բաղրամյան էլ կան, իսկ նոր մասնաշենքը ֆիզիկապես այն կողմում է գտնվում եւ սենյակները մի փոքր ինչ իրենց ոճով տարբերվում են։ Քանի հոգի կա, որ այսպեսի պատշգամբ ունի։ Այս շարքում ինձանից հետո արդեն քարտուղարության ներկայացուցիչներն են, Պատգամավորներից ես նկատում եմ։ Պատգամավորներից 2-ը կան, որ անմիջապես հարևանությամբ են գտնվում, եւ այն կողմում, բայց արդեն վստահ չեմ, որ բոլորը նման պատշգամբ։ Ինքը էքսկլյուզիվ բան է։ Ինքը իր չկա աչք այս սենյակի պատշգամբի վրա ակնարկներ, որ կարող է փոխվենք սենյակներով։ Չէ, ինձ նման ակնարկ չի հասել, ուղիղ էլ չեն դիմել եւ ինձ թվում է բոլորը գիտեն ես ինչքան եմ սիրում այս սենյակը, այս տեսարանը, այս հանգստությունը, որ այգուց է գալիս։ Ու հայլի կա նաեւ։ Սա արդեն շուշուտ է օգտագործվում ինքը։ Սա արդեն իմ եւ իմ օգնականի աշխատանքի արդյունքն է, այսպես չի եղել, միայն սա է եղել, սա ավելացրել ենք, սա ինձ թվում է լավ ինտեգրվել է։ Հայլին շպարվելուց Հայլինը նիստից առաջ թարմացնել, չէ, հայլով սելֆիներ չեմ արել, չէ։ Հա, ձեր էջում էլ չկա, դե ուզում եմ ձեր սոցցանցերից խոսենք, բայց նաև մինչև այդ հասնել է մի քիչ աշխատասենյակն էլ, հա, հասկանանք, այդտեղ առանձնահատուկ մեկ լուսանկար է կախած, ինչի է հենց այս լուսանկարը։ Դե սա իմ ամուսինն է արել հեղափոխության օրին այս լուսանկարը եւ ինձ համար շատ սիմվոլիկ է, որ իմ աշխատասենյակում ժողովուրդը միշտ արկա լինի, այն հեղափոխական ոգով, որ եղել են, եւ ինձ թվում է, որ Դավիթը շատ լավ կարողացել է այս պահը ֆիքսել, որովհետեւ շատ ուժեղ էներգետիկայով նկարը ինձ համար առնվազն, հա, կարող է սիրող մարդու աչքերով եմ նայում դրանից է, բայց ես ուզում եմ, որ իմ աշխատասենյակում իմ գլխի վերևում հենց այսպեսի նաեւ լուսանկար լինի։ Ու գրքերը այդտեղ տարբեր բովանդակությամբ գրքեր են բավական հատուկ եք ընտրել, թե ուղղակի նվիրել են։ Չէ, ես գրքերը հիմնականում գնում եմ ինքս եւ բացառությամբ Innovators Dilemma-ն պարոն Արշակյանի սենյակից են վերցրել կարթան վերադարձնեմ եւ օթային գերակայությունը պարոն Արտուրն Հովհաննիսյանի գիրքն է, ինքն է ինձ նվիրել։ Մնացածը ես ինքս եմ ընտրում ընկերներիս խորհրդով կամ ինքս սիրում եմ գրախանութներ գնալ եւ այստեղ շատ փոքր հատված իմ գրքերի, սա այստեղ ուղղակի այս մի քանի գիրք կա, որ շատ մեծ հետք են թողել ինձ վրա եւ երբեմն սիրում եմ։ Որոնք ու ինչու։ Պատերազմից հետո այս պատերազմ գիրքն է, որը ինչպես են առհասարակ կոնֆլիկտները ձևավորել մարդկությունը, ինչ հետևանքներ ունեցել մարդկանց զարգացման փուլում, մարդկության եւ իրավունքների կոնտեքստում, այդտեղ կանանց իրավունքների մասով էլ շատ մեծ հատված կա եւ
ինձ համար մտորելու լավ առիթ է, իսկ այս Power գիրքը, որ հենց վերջերս Կոսովոյից իմ ընկերուհի պատգամավորը միասին մտան գրախանութ Ստրասբուրգում եւ ինքը միանգամից ասաց, այս գիրքը պետք է կարդաս։ Ինքը իշխանություն պահելու մասին է, բայց եթե ավելի հստակ լինենք, ինքը պատմական օրինակներով դեռ ամբողջությամբ չեմ ավարտել, բայց այդտեղ նշումներ էլ կան, ինքնաթիռում էլ է։ Նշումներ էլ է կարող։ Կիսվեք գաղտնիքներով ոնց պահել իշխանությունը։ Այստեղ գիտեք ինչ լավ օրինակներ են պատմական, եւ որ ցույց է տալիս, օրինակ Լյուդովիկոսի ժամանակ իր ֆինանսների նախարարը ինչպես հեռացավ աշխատանքից կամ ինչպես Գալիլեոն դարձավ առաջին բարձրատրվող ակադեմիկոսը, ինչի շնորհիվ, այսինքն ինքը sense բովանդակությամբ կարող է թվալ, որ շատ տրիվիալ բաներ է ասում, հա, օրինակ թշնամիներին մոտ պահել, ինչքան ընկերներին մոտ թույլ տալ, բայց ինքը համեմում է ամեն ինչ պատմական օրինակներով։ Ձեր գործընկերներ գիտեն, որ դուք sense տեքստեր եք կարդում։ Իրենք ոչ միայն գիտեն, ես իրենց շատերին իմ մտերիմներին խորհուրդ եմ տվել այս գիրքը եւ դրա համար էլ աշխատասենյակում եմ պահում, երբեմն իրենց նույնիսկ պատմում եմ այն սիրելի դրվագները, որոնք հանդիպել են գիրքում։ Իսկ այդ իշխանություն պահելու, եթե sense ասենք, այդ ցանկությունը ձեր մեջ զգացել եք, այսինքն եղել է, որ մտնում եք այս աշխատասենյակ, գիտեք դուք ազգային ժողովի падգամավոր եք, ու ձեզ մի հատ զգացողություն տա, որից կախվածություն է նաև առաջանում։ Սա ավելի շատ իշխանություն է քո էներգիան, քո մոտիվացիաները կառավարելու նկատմամբ։ Ոչ թե հանրային իշխանության մասին է ավելի շատ, այլ քեզ քո կյանքը կառավարելու մասին է եւ ես կարծում եմ որ նախ եւ առաջ պետք է կարողանալ կառավարել էներգիան, քո նպատակները, քո հուզմունքները, քո կյանքը եւ հետո անցնել մյուսին։ Հա, բայց նաև եթե դիտարկենք որպես ես խորհրդանը ավելի շատ ընկալում եմ որպես ժողովրդին ծառայելու ձև։ Այսինքն այո, իհարկե դու ունես ինչ որ չափ լիազորություններ կարգավորելու օրենսդրությունը, այն փոխելու, լավարկելու, բայց մեծ հաշվով դու դա այն անում ես ծառայեցնելու ժողովրդին։ Դա բնական, ես մա չեմ խոսում ոչ չարաշահման մասին, ոչ թե այդ, այլ որպես մարդ, հատկապես երիտասարդ։ Ինքը ինչ-որ հարմարություններ ունի, ենթադրում եմ, սկսած, չգիտեմ, ամենահասարակ ծառայողական մեքենայից։ Չունեմ ես ծառայողական մեքենա, չէ, падգամավորներ չունեն ծառայողական մեքենաներ, խորհրդանում այս պահին կա 6-ից 10 ծառայողական մեքենաներ հանձնաժողովների նախագահներ կիսում են իրար մեջ եւ խորհրդի անդամներից նախագահան եւ փոխոսնակները եւ ֆրակցիայի ղեկավարները, այսինքն իրենք տենց ազգային ժողովում արկա մինչեւ 15 մեքենա, այսինքն հեղափոխությունից հետո լավ կրճատվել է, մի քանի փուլով ընդ որում։ Ես չեմ նկատել հարմարություններ, այսինքն ես շատ եմ սիրում իմ գործը, պետք է անկեղծ ասեմ եւ ինձ թվում է ինձ հետ շփվող մարդիկ դա նկատում են, որովհետեւ արկա է քննադատություն, երբեմն բավականին բարդ է լինում հանրային արձագանքի առումով, բայց ես շատ սիրով եմ անում այն ինչ անում եմ եւ ես երիտասարդների հանդիպումներն եմ շատ սիրում եմ իմ արտագնա աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում եւ այդ ամենը շատ սիրով եմ անում եւ գուցե միակ այդ հարմարավետության զգացումը կարող է լինել այն որ ես սիրում եմ ինչով զբաղվում եմ։ Եթե չզբաղվեք այս գործով, ինչ կա ինչ որ հոգու երազանք այլ ոլորտում Այլ ոլորտի նկատմամբ երբևէ հետաքրքրություններ չեմ ունեցել, մինչև խորհրդարանում հայտնվել է ես թե միջազգային կազմակերպությունների, թե տեղական ՀԿ-ների հետ ընտրություններ եմ վերահասկել, այսինքն իմ ընդհանուր ֆոկուսը եղել է մի ժողովրդավարությունը, դրա հաստատումը եւ խորհրդարանում չլինելու դեպքում էլ ես կարծում եմ, որ դա է լինելու եւ դիվանագիտությունը, ես արտգործնախարարություն 1 տարի ստաժոր եմ եղել, հետո սովորել եմ կրկին այդ ուղղությամբ, այսինքն ինձ արտաքին հարաբերությունները եւ ժողովրդավարությունը այդ են երկու կարևորագույն սյուներն են, որ ինձ հետաքրքրում են աշխատանքի մեջ։ Այդ ձեր նախասիրությունների ու աշխատանքի մասին կուզեմ ավելի մի քիչ մանրամասն զրուցենք, բայց որ չկանենք, համել չսառեք։ Դեռ ամառ չի, էլի, հա։ Առաջարկում եմ տեղափոխվենք։ Շատ լավ, սիրով։ Բազմոցին։ Փակեք։ Այս ձեր հանգստի անկյունն է, սենյակում, թե ուղղակի կարող ենք այսպես էլ ասել, հա, ես շատ սիրում եմ այս բազկաթոռը եւ ընդմիջումներին եւ հանգստի կարիք ունեմ, սիրում եմ այստեղ ընթերցել, ոչ թե սեղանի մոտ։ Ընթերցել։
Հա, եթե օրինակ ելույթ են պատրաստել, վերընթերցել կամ ինչ-որ նյութեր կա, որը կարիք կա իշխանությունը։ Եվ նաև այո։ Այս գրատախտակը մեկ էլ ուշադրություն գրավեց, ֆրանսերեն եք սովորում պարապում, թե Ես տիրապետում եմ ֆրանսերենի եւ բարձրագույն կրթությունից նաև ֆրանսերենով եմ ստացել, բայց լեզուն մշտապես լավարկելու կարիք ունի, հա, եթե այսպես ձևակերպեմ, որովհետև երբեմն երբ այն չես օգտագործում, իսկ իմ աշխատանքային լեզուն անգլերենն է, կարիք է լինում վերհիշել եւ մենք մի քանի գործընկերներով կար մասնագետ, ով գալիս էր խորհրդարան եւ հենց այս սենյակում էլ սովորաբար աշխատում էինք, վերհիշում էինք քերականությունը, հատկապես կամ տեքստեր էինք վերարտադրում, որպեսզի լեզուն կենթանի մնա։ Հասկացա։ Ընդմիջումները, որ ասացիք, ում հետ եք մոտ ձեր գործընկերներից, ում հետ եք ընդմիջումները անցկացնում ու ոնց։ Ես ունեմ շատ մտերիմ ընկերներ խորհրդանում, Սարգիս Սխանթանյան, Արուսյակ Ջուլհակյան, Ծովինար Վարդանյան, Մարիան Կարապետյան, Թագուհին Ղազարյան։ Դեռ ձեր կուսակիցներին եք նշում։ Այո։ Չկա ընդդիմությունից Անդիմությունից ես ունեմ նորմալ աշխատանքային հարաբերություններ, հատկապես հաշվի առնելով, որ տարին 4 անգամ մեկնում ենք Ստրասբուրգ միասին, հանրակ պարոն Արմեն Գևորգյանի հետ, պարոն Ռուստամյանի հետ նույն հանձնաժողովում ենք 4 անգամ Ստրասբուրգից այդ նաև Փարիզ էինք մեկնել, այսինքն աշխատանքային նորմալ հարաբերություններ կան, բայց ընդմիջումը ես նախընտրում եմ անցկացնել հենց այս մարդկանց հետ։ Մենք կամ լինում ենք այս սենյակում կամ Թագուհի Ղազարյանը մեծ սենյակ ունի։ Որ ավանդույթ ունեք ընդմիջումային ասենք, չգիտեմ, մեկը միշտ պետքա սուրճ պատրաստի կամ մեկը ինչ։ Չէ, հենց այդպես չունենք, կամ ես օրինակ Սիմոն Պաունթորոսյանի հետ զրուցել, նաև Արսեն Թորոսյանի հետ իր սենյակում արտաքին հարցերի վերաբերյալ կամ հիմա միասին նախագիծ ենք մտածում շրջան առել, դրա շուրջ քննարկումներ։ Իսկ ընդմիջումները նաև լինում են կիսա աշխատանքային, բայց իհարկե նաև լինում են այսպես զուտ ընկերական միջավայրում։ Այ սոցցանցերին վերադառնանք, ասացի որ կզրուցենք, ես բավականին փորձեցի ուսումնասիրեմ ձեր Facebook-յան էջներ, Instagram-ի էջներ, մի հատ ինձ համար խնդիր գտա, այնտեղ ձեզ մոտ ամեն ինչ կամ աշխատանքային է, կամ Instagram-ը նաև բնականաբար ամուսնու երեխայի հետ ֆոտոներ։ Ու ինձ մոտ որևէ այլ տպավորություն չստացվեց ստեղծել, թե դուք ինչ նախասիրություններ ունեք, ինչ եք անում, ոնց եք անում, այդ ինձ բան արեց, ավելի հետաքրքրություն առաջացրեց։ Որովհետև մի կողմից նայում ես սոցցանցերում, հա, բնականաբար աշխատանքային գործունեության մասին եք գրում, բայց ընդհանրապես որևէ նույնիսկ ակնարկ չկար, օրինակ ինչ եք լսում, ուր եք գնում եւ այլն, ինչ է դա կապված։ Նախ պետք է ասեմ, որ ես իսկապես տարված եմ աշխատանքով եւ ձև չի, հա, այն բովանդակությունը որ կա, այդ այնինչ ես անում եմ իմ առօրյայում։ Եվ տարված եմ անթակույց իմ ընտանիքով, այսինքն ես սիրում եմ շատ ժամանակ անցկացնել դստերս հետ, ունենք ավանդույթներ, ամուսնու ընտանիքով ընդհանուր, հա, ու շատ հստակ ավանդույթներ ունենք։ Ես իրականում երբեմն կիսվում եմ story բաժնում իմ հետաքրքրություններով, բայց դա only friends եմ անում։ Ես սիրում եմ չեմ թաքցնի մոդայի աշխարհը, հետևում եմ հատկապես Yves Saint Laurent-ին, շատ ոգեշնչված եմ ոճով եւ վերջին օրինակ ցուցադրությունը որ Փարիզում եղավ, ես այսպես only friends կիսվում էի այդ սիրած Չգիտեմ, երևի թե ինչ որ դժվարություն կա այս մասին հանրությանը հայտնելու, հաշվի առնելով այն թիրախավորումները, որ սկզբից են եղել, որովհետև ես ամենաերիտասարդ կին պատգամավորն էի նախորդ գումարման, հա, արժանացա եւ ինձ շատ էին հարցնում տեսքից, վարսերից, հագուստից եւ ինձ դա խանգարում էր ինձ դրսեւորել հանրության առաջ որպես պրոֆեսիոնալ։ Եվ ես այնքան էի հետապնդում հանրության ներկայացնել, որ ես ունեմ ինչ որ X քանակի գիտելիք, փորձառություն, պատկերացումներ, որ ես երբեմն չեմ թաքցնի, փորձում եմ հենց այդ ձևով ինձ ներկայացնել։ Ես վերջերս էլ ես նաև երաժշտության սիրահար եմ, շատ եմ սիրում օրինակ Քենդրիկ Լամար, որ կարող է դժվար իմ մասին այսպես սոցիալական ցանցերից պատկերացնել, սիրում եմ նաև էլեկտրոնային երաժշտություն եւ ես վերջերս մի հատ էլի Only Friends դրել էի story-ների բաժնում մի հատ ֆանտաստիկ բացօթյա համերգ էր էլեկտրոնային երաժշտության եւ տենց իմ գործընկերներից մեկը գրել էր ոնց դու այսպես երաժշտություն ես լսում իսկ շատ հաճախ նաև գործընկերներս կարող են չպատկերացնել չէ ես սիրում եմ երաժշտություն ես ունեմ իմ ավանդույթները որոնք ոչ աշխատանքի հետ են կապված ընտանիքում էլ մենք ձևավորում ենք այդ ավանդույթները բայց հանրային կոմունիկացիա առումով դժվարանում եմ դրանք ներկայացնել
Kendrick Lamar-ին ինչի համար եք հատկապես սիրում։ Ես Kendrick Lamar-ին սիրում եմ շատ վաղուց սվանից, մինչև ինքը ես կարող եմ ասել Հայաստանում այդպես տրենդ կդառնար, հա։ Դա 2012-13 թվականներն են եւ ես հիշում եմ, որ նաեւ sense փակ Facebook-յան խմբեր կային, որտեղ Kendrick Lamar-ը ինձ դուր է գալի երաժշտությունը, ինձ դուր է գալիս։ Հիմա արդեն դուր է գալի նաեւ իր մոտեցումները, թիրախային այս խնդիրների մասին բարձրաձայնելը, չվախենալ, այս իր վերջին ուրեմն ալբոմն էլ քույրս էր, իրական չի հասցրել լսել, քույրս զանգեց պատմեց, որովհետև ինքն էլ է շատ սիրում եւ ինձ դուր է գալի երաժշտությունը, ոճը, խոսքերը եւ ունեմ մի քանի շատ սիրած երգեր, օրինակ Poetic Justice-ը ինձ թվում է իր իմ ամենասիրած ստեղծագործությունն է։ Այ ես սա եմ անգալի ձեր սոց էջերում, բայց ձեր աշխատասենյակում գտա։ Կան ինչ որ երգեր կամ երաժշտության ոճ, որ սիրում եք, բայց ամաչում եք ասել։ Չէ, երևի թե ինչ սիրում եմ, ինչ լսում եմ, այդ մասին ազատ խոսում եմ։ Ես տարբեր ոճ երաժշտություն եմ սիրում։ Օրինակ իմ մայրը ինձ մանկուց մենք միասին Մադոննային ենք լսել։ Ես դիտել եմ Մադոննայի գրեթե բոլոր համերգները, մենք ունենք Մադոննայի բոլոր սկավառակները, բայց միաժամանակ ես օրինակ Pink Floyd եմ շատ սիրում, Led Zeppelin, իհարկե ոչ այնքան որքան քույրս, որովհետև քույրս շատ մեծ սիրահար է, այնց ակտիվ հետևում է գիտարիստներով, բայց տարբեր երաժշտությունների համար շատ բաց եմ, բայց օրինակ նաև այս ամեն ինչի ֆոնին պետք է ասեմ, որ նաև այնպիսի երաժշտություն կարող է ինձ դուր գալ, որը ինձ համար զարմանալի լինի։ Այ հայկական ոչ մի բան չասացի, կարող է հենց հայկականի մասին։ Չէ, հայկական շատ որակյալ երաժշտություն կա։ Լսում եք։ Դե Տիգրան Ժամկոչյանի որ գնացը դա այսպես երևի թե թիմային ինչ որ սեր կա այդ երգի նկատմամբ կարող եմ իհարկե։ Այստեղ այս բանն էր ուզում հասկանալ, շատ մարդիկ, երբ որ խոսքը գնում է օրինակ Տիգրան Ժամկոչյանի կամ հայկական երաժշտության մասին, ասես մի տեսակ ոնց որ արդարանան։ Չէ, ես բացարձակ ես շատ հավանում եմ Բրունետին, շատ հավանում եմ իր ոճը։ Ես որ փոքր էի հիշում եմ, որ մենք դպրոցական տարիքում օրինակ, չգիտեմ, սիրում ենք հայկական երաժշտության տակ կռունկներ օրինակ։ Այդա Սարգսյանի։ Հա, դե դասական է դառել արդեն։ Բայց նաև օրինակ Արկադի Դումիկյանի Սարերով ձորերով ինձ շատ դուր է եկել Կամիի հետ ձևը եւ ես նույնիսկ մտածում եմ որ այդ վերափոխված տարբերակը ֆանտաստիկ է հնչում եւ ինչու հենց սկզբից այդպես չի եղել բայց ենթադրում եմ որ լսարանի տարբերություն կարող է լինել նախասիրություններ բայց օրինակ այդ երաժշտությունը այդպես փոխած ինձ շատ դուր է եկել Ահա, այ հիմա ավելի լավ պատկերացում կազմեցինք ձեր նախասիրությունների մասին մի քիչ մասնագիտական դուք Եվրոպա գետ եք այդպես է գրած Կարող եք ասել այնպիսի մասնագիտական գիտելիք մոտեցում Եվրոպայի մասին, որ ձեզ անհանգստացնում է այն իմաստով, որ Հայաստանում շատ սխալ են պատկերացումները։ Ոչ թե սխալ են պատկերացումները, երբեմն գործընթացների մասին պատկերացումները շատ այսպես ասեմ։ Ես Եվրոպա որպես երևույթ նկատում եմ ավելի շատ։ Ես սովորել եմ եվրոպական ինտեգրման գործընթացներ։ Ես եւ պարոն Եղոյանը մենք մի նույն տարին ենք սովորել արտասահման College of Europe-ում համակուրսեցիներ ենք եւ Հայաստան երբեմն ես նկատում եմ այդ գործընթացների տեխնիկական մասի նկատմամբ թերհավատություն կա։ Եվ թվում է թե դա պարզապես աշխարհաքաղաքական որոշումների արդյունքում է լինում Եվրոմիության ընդլայնումը, կրիտերիաները եւ այլն, բայց դրանք շատ հստակ տարբեր չափորոշիչներով սահմանված գործընթացներ են եւ իրական շատ սիմվոլիկ է որ ես այդ համասարան ընդունվել եմ 13 թվականին, երբ որ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, փոխարեն Եվրոպական ինտեգրման ասոցիացիան համաձայնագրի ստորագրման, եւ ես իրականում sense մի փոքր հիասթափություն ունեի, թե ինչպես եմ օգտագործելու այս դիպլոմս, հա, ում է պետք Հայաստանում մի մասնագետ, մի գործընթացի, որի ուղղությամբ չենք շարժվում, բայց ես շատ ուրախ եմ, որ հիմա այս գիտելիքը ինձ պետք է գալիս շատ, հատկապես հիմա, եւ ես sense Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ եմ նախորդ գումարումից։ Մենք որովհետեւ երբ ասում ենք Եվրոպա միատարր բան ենք պատկերացնում։ Ես դրա համար ինչ եմ դες հարցը տալի, ոչ թե քաղաքական իմաստով, այլ զուտ, պարզ պրիմիտիվ, հա։
ինչն ենք մենք Եվրոպայի մասին պատկերացնում այսպես, բայց իրականում այդպես չեն, ամենագլխավորը։ Եվրոպայի շքեղությունը հենց իր բազմազանության մեջ է։ Մենք Եվրոպայի մասին պատկերացնում ենք միատար եւ ազգային ինքնություն կորցրած պետությունների համախումբ, մինչդեռ հենց եվրոպական ինտեգրման արդյունքում է, որ շատ պետություններ կարողացել են իրենց ազգային ինքնությունը վերարտադրել, վերհանել, լուսաբանել, հանրահռչակել։ Մենք պատկերացնում ենք, որ ինքը մի գործընթաց է, որ կլանում է ամբողջությամբ, հատկապես այս ազգային մշակութային կոմպոնենտը, բայց եթե մենք նայենք կամ գոնե հետևենք կամ այցելենք, չգիտեմ, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, որտեղ որ հակառակը բուստ արել, հա, զարգացրել է ինքը այս մշակութային միջավայրն ու մթնոլորտը, ես կարծում եմ, որ այս թյուր պատկերացումը հասարակությունում հատկապես պատկերացնում են sense մի դեսպոտային կառույց, որը կլանում է ամեն ինչ, միշտ դա այդպես չէ։ Վերադառնալով սոցցանցերին, ձեր ընտանիքից խոսեցիք, ես հիմա կարող եմ մի քիչ տարօրինակ թվա, որ այս թեմայից եմ խոսում, բայց հետաքրքիր է ձեր կարծիքը, հատկապես նաև միամսյակի շրջանակներում դուք հանգիստ հրապարակում եք ձեր ընտանիքի, ձեր երեխայի նկարները։ Ու գիտեք, նկատած կլինեք, կա երևույթ, երբ որ երեխայի լուսանկար են հրապարակում, դեմքը սմայլիկով փակում են։ Ես ճիշտն ասած բացի հայկական սոցտիրույթից ոչ միտեղ այդպեսի բան չեմ տեսել։ Հեչ մտածել եք ինչ են այդպես անում, հատկապես կանայք։ Դա ես իրական չեմ կարող ասել, որ շատ, ես կուզեի շատ ավելի շատ երևի հրապարակեի, որովհետև երբեմն ինքս էլ եմ ինձ սահմանափակում։ Ինձ համար խորքային պատճառ չէ՞ պետք ունենա, եթե անվտանգային, ես կարծում եմ, ենթադրում եմ, որ անվտանգային է խնդիրը, որ իդենտիֆիկացնեն երեխային չվնասեն եւ այլն։ Ես օրինակ որոշ դետալներ, օրինակ շատ սիրում եմ այն մանկապարտեզը, որ բալիկս հաճախում, բայց չեմ հրապարակում, զուտ ինչ որ մտքումս եւ ինչ որ անվտանգային բաներ ունեմ։ Ենթադրում եմ մարդկանց խնդիրը անվտանգային է այդ մասով կամ գուցե անձնական նախասիրություն, որ երեխան ոչ մեկ չտեսնի։ Նաև լսել եմ չար աչք եւ այլն։ Ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ նման բաները չեմ հավատում։ Ես մեր ժողովրդի 90%-ը երևի առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց ես աշխատում եմ այդ հերոպահելին նման մտավախություններից։ Ձեր ամուսինը ռեժիսոր է, իր նախասիրություններից կիսում եք, թե ընդհանրապես խոսալու թեմաներ չեք ունենում։ Չէ, ունենում ենք, նախ Դավիթը շատ հետաքրքիր կարող է պատմել մի ֆիլմի սցենար, որ դեռ չես նայել, ու դու ասես ուզենաս մի անգամից նայես։ Սփոյլը անում ես։ Չէ, տենց հետաքրքիր չէ, տրեյլերով դա պատմում, ես միշտ ասում եմ մի քիչ կաց տրեյլերով պատմես։ Դավիթի հետ ֆիլմեր սիրում ենք նայել, բայց մենք Դավիթի հետ շատ ուրիշ նախասիրություններ ունենք, օրինակ ճամփորդել։ Ես ու Դավիթը շատ լավ ճանապարհի ընկերներ ենք, այսինքն մեզ ճամփորդ, նույնիսկ եթե մեր նախասիրությունները ինչ-որ պահ տարբերվում են, օրինակ ինքը շատ ակտիվ հանգստի սիրահար է, ես երբեմն սիրում եմ, կարող է բնույթով շատ ակտիվ մարդ եմ, բայց հանգիստ ես պատկերացնում եմ շատ հանգիստ։ Եվ բայց մենք իրար երբեք չենք խանգարում այս առումով, այսինքն եթե ինքը ուզում է ինչ-որ ակտիվ գործունեություն, այսինքն չգիտեմ, ծովափին, ինչ-որ սպորտային միջոցառումներ, շատ լավ, մենք երկուսը շատ հանգիստ ենք եւ տոլերանտ մեր ցանկությունների նկատմամբ փոխադարձ, բայց երբ որ ծնվեց Ադրինեն, իմ մտավախությունը հենց էս էր, ոնց իմ եւ Դավիթի այս ճամփորդելու մշակույթը կարող է փոխվի, բայց պետք է ասեմ, ու սա կարող է շատ տենց չափազանցություն տվա, բայց դա Ադրինեն ֆանտաստիկ ճանապարհի ընկեր է, ֆանտաստիկ։ Ինքը գիտի ինքը ներշնչել է, որ ինքնաթիռը քնելու համար է, ինքը սիրում է սկզբից մի փոքր պատանից նայել, հետո քնում է, ընթացքում երբեք որևէ խնդիր չի առաջացնում, շատ հանգիստ է վերաբերվում, սիրում է զբոսնել, այսինքն մենք ինչ որ ընդհանուր հետաքրքրություններ նաև ունենք, երեքս էլ սիրում ենք համով ուտել։ Բայց ոնց է Դավիթը ձեր աշխատանքային նախասիրությունների ոչ թե չի կիսում, այլ չեք քննարկում ոնց հասկացա։ Չէ, տանը կարող ենք քաղաքական թեմաներ քննարկել, երբեմն նայում է հարցազրույցները, կարող է ինչ-որ դիտարկումներ անել, բայց տանը առհասարակ աշխատում ենք խոսել այլ ավելի հանգիստ թեմաներից, բայց չէ, անհնար է, ես ձեզ վստահեցնում եմ, անհնար է ապրել քաղաքական գործչի հետ եւ չքննարկել քաղաքականություն տանը։ Եղել է, որ ինքը ձեզ ասի կարող է փոխես աշխատանքը, որովհետև այդ օրը չգիտեմ ինչ որ ստրեսային բան եղած լինի, ձեզ
հետ կապված։ Չէ, ես պետք է ասեմ ավելին 18 թվականի ձմեռային այդ քարոզարշավը որ մեկնարկեց, երբ որ արտահերտ ընտրություններ էին գնում, Դավիթը ինձ աջակցել է իմ ամբողջ քարոզարշավ, այսինքն իմ հետ քայլել է, բակային հանդիպումներ, լուսանկարել է դա, այսինքն Դավիթը մենք հիշում եմ շատ լավ վիդեո ենք նկարել միասին, այսինքն Դավիթը ինձ ամբողջությամբ աջակցում է այս գործընթացում եւ անկեղծ ասած առանց ամուսնու աջակցության իհարկե բարդ կլիներ, գուցե ինչ-որ հարցերում տարաձայնություններ լինում են, հա, կամ պատկերում, բայց ես սովորաբար անցալում եմ, որ մի փոքր ավելի խոսելու, բացատրելու կարիք է լինում։ Շատ շնորհակալություն Տիկին Ղազարյան հետաքրքիր զրույցի համար ու մեր ավանդական ինչի համար, օրինակ ձեր օգնականին կամ ձեր գրասենյակից որևէ մեկին կհեռացնեք աշխատանքից։ Ինչի համար։ Դժվարանում եմ ասել, ես իմ օգնականի հետ ունեմ շատ ընկերական, լավ հարաբերություններ, բայց նաև աշխատանքային, բայց ինձ համար երևի սկզբունքային մի քանի բան կա, որպեսզի ոչ թե այստեղ ճիշտ արժեքային մեր պատկերացումները համընկնեն։ Եվ այդ արժեքները վերաբերում են նաև սահմանադրական կարգի պահպանման, իշխանությունների տարանջատման սկզբունքին, այսինքն այն արժեքները, որոնք ժողովրդավարության ծիրում տեղավորվում են, եթե մենք դրանք կիսում ենք եւ նմանատիպ պատկերացումներ ունենք, աշխատանքային ցանկացած հարց ես կարող եմ պատկերացնել, որ եթե խնդիր լինի, իսկ մինչ այս պահը խնդիր չի եղել, մենք կարող ենք խոսքով հասկացնել, բայց այս արժեքային պահը ինքը կամ կա կամ չկա։ Բայց անհնար է, չէ՞, ինչ որ երևույթ չլինի, որ ձեզ չնարդայնացնի մարդկանց մեջ։ Ինքը այսինքն ոչ թե օրենքի խախտում լինի, ոչ թե արժե համակարգի խնդիր, բայց ինչ-որ բան, որ ձեզ ուղղակի ձեր սուբյեկտիվ կարծիքով վատ է։ Ինձ Միլենայի հետ իմ օգնականի ֆանտաստիկ հարմար է, այսինքն որ աշխատում եք բնականաբար, հա։ Եվ դժվարանում եմ իր պարագայում հատկապես, ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ 2 օր առաջ իրեն գրել է ուր էլ աշխատեմ, որտեղ էլ դու միշտ ինձ հետ ես գալու, որովհետև ինձ շատ հեշտ է իր հետ։ Այսինքն ես ինչ-որ մի բան ասում եմ եւ կարող եմ մոռանալ։ Իսկ դա ինձ համար այսինքն ինչ-որ հանձնարարություն, առաջադրանք եւ մոռանում եմ։ Ինձ համար այդ ամենակարևորն է, ինձ համար շատ կարևոր է որ մարդ պատասխանատու լինի։ Շատ շնորհակալություն։ Ես շնորհակալ